Պարոն Օհանյան, տեսել եք ձեր բանակը, որ դուք սարքել եք, ոչ մի բան, ոնց է զարգանում հիմա։ Կանսերվի կոկոշներով կահավորված դիրքերը ինչա դարձել հիմա։ Ինչա դարձել։ Առաջի գծում նույն իրավիճակն է տիրում, աշխատանքներ են, ընթացս ընթանում։ Այն ինչ կառուցվում է ամրացված շրջաններ եւ դղյակները ձեզ որտեղից։ Մի րոպե։ Վահագնի թաղամասի տունը կամ առհասարակ էլի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին, այդ թիմակիցներին, այդ դղյակները որտեղ։ Ես առաջարկում եմ դուք չխանգարեք ինձ, որովհետեւ մենք քարոզարշավի ենք եւ քարոզարշավի ենք մասնակցում։ Դղյակները որտեղից, երբ որ բանակում առաջնագծում կանսերվի կոկոշներով էր կահավորված, հա։ Կանսերվի կոկոշների մասին թող մի քանի մարդիկ իրանց կոկոշներին զոր տան եւ հասկանան։ Ձեր կոկոշին զոր տվեք ու ինձ ասեք, ձեզ այդ դղյակները որտեղից։ Մի րոպե, դուք կոկոշների մասին հարց տվեցիք, չէ։ Ես ասեցի գնա, ինչ եք ստում։ Ես ասում եմ մի խանգարեք, ես չասեցի գնացեք այստեղից։ Նայեք, տեսեք։ Դա ուրեմն առաջի գծում կահավորված եւ զինվորի ձեռքով, իր իսկ նախաձեռնությամբ կառուցված ինժեներական սարքավորումներ են, այսօրվա ժամանակակից ուրեմն ահաբեկչության դեմ եւ նաեւ պատերազմական ժամանակահատվածություններ կա, որ ձեր ժամանակ զինվորին տարել եք բանվորություն անելու, այդ մասին ինչ կասեք։ Այդպիսի բան չի եղել։ Ձեր դեմքին զինվորի ծնողը ասեց, որ դուք փող եք տվել զինվորի համար, որ ազատեն բանակից, այդ ինչ կասեք։ Այդ ծնողը նորից հերքեց, որովհետեւ ստում էր։ Հերքում չեմ տեսել։ Ստում էր, հերքած է եղել եւ ստում էր եւ ես առաջարկում եմ, հիմա մենք քարոզարշավի ենք մասնակցում, մի խանգարեք, խնդրում եմ։ Խանգարում եմ, լավ գնամ, չխանգարեմ հանկարծ ձեզ։ Այդ 13 ապրիլյանը կոկոշներն են նկարել։